Ուստի այստեղ արտադրվել եւ օտար երկրներ են արտահանվել պետաքսե եւ քիչ գործվածքներ, գորգեր, ծածկոցներ, ապակյա, հապտապակյա եւ օտարգործական ապրանքներ, ворթակարմիրներ եւ արծաթե զարդեր։ Դվինում զարգացած արհեստներից էին պղնձագործությունն ու բրոնզագործությունը։ Գտնվել են տարբեր չափերի կաթսաներ, սափորներ, թասեր, ձիթաճրագներ, զարդակամեր, գրեթե բոլորն էլ փորագիր նախշերով, կենդանակերպ ողներով ու բռնակներով։ Պեղումների ժամանակ հայտնաբերված խարամի զանգվածները վկայում են այն մասին, որ դվինն ունեցել է նաև երկաթի ծուլարան, որտեղ պատրաստել են զենքի տեսակներ՝ նիզակներ, տեգեր, սրեր, դաշույններ, նետասլակներ, ինչպես նաև մեծ թվով տնտեսական և շինարարական երկաթե իրեր, շղթաներ, ուրագներ, կացիններ, մկրատներ, բաղնիքի ջրատար խողովակներ։ Դվինում զարգացած էին նաև ոսկերչությունն ու արծաթագործությունը։ Դվինի արհեստավորների բարձր ճաշակի մասին են վկայում ոսկյա օձագլուխ ապարանջանները, շղթայաձև մանյակները, մատանիներն ու ականջողերը, կրծքախաչերը, արծաթյա գոտիներն ու սափորները։ Արծաթե իրերի մեծ մասը արտահանվել է տարբեր երկրներ։ Դվինի առևտրական ընդգրկուն կապերի վկայությունն են պեղումների ժամանակ գտնված սասանյան, բյուզանդական և արաբական դրամական միավորները։ Հիմնականում հատվում էին պղնձե և արծաթե դրամներ, դվին և Արմենիա մակագրությամբ։ Դվինում բարձր մակարդակի էր հասել կավագործությունը։ Կավից պատրաստել են տնային գործածության տարբեր անոթներ։ Գտնվել են բազմաթիվ մեծ ու փոքր կարասներ, հաճախ նաև կարմիրաներ կարտաքինով ու զարդագոտիներով, երբեմն հայերեն փոքրիկ արձանագրություններով։ Այստեղ խեցեգործությունն ու սափորագործությունը այնքան էին զարգացել, որ պատրաստվում էին նույնիսկ 1000 լիտր տարողությամբ կարասներ։ Տարածված են եղել նաև ջնարակած կավանոթները և ափսեները, սկահակները, գավերը։ Հաղճապակե իրերը, որոնց արտադրությունը Դվինում զարգացել է 9-ից 13-րդ դարերում, համարվել են աշխարհում լավագույններից։ Նույն ժամանակահատվածում արագ զարգացել է նաև ապակեգործությունը։ Պատրաստվել են սրվակներ, շշեր, սափորներ, թասեր, գավաթներ, պնակներ, զարդեր, ալքիմիկոսների փորձանոթներ, լուսամուտի հարթ ապակիներ։ Դվինի բնակիչները ծանոթ են եղել նաև ապակի գունավորելու արհեստին։ Հաճախ գունավորել են ապակին, երբեմն ավելացրել վերադիր զարդանախշերն ու փորագրել։ Պատմության թանգարանում ցուցադրվող հաղճապակյա ու ապակյա առարկաների գտածոները վկայում են, որ այդ արհեստները Դվինի վարպետները հասցրել են արվեստի մակարդակի։ Հնուց ի վեր բարձր զարգացման էին հասել քանդակագործությունն ու քարագործությունը։ Գտնվել են հեթանոսական քարե արձաններ, մարդու գլուխներ, սրագագաթ գլխարկով։ Սրանք քրիստոնեության մուտքի ժամանակ ջարդվել էին և թաղվել հողի մեջ։ Քանդակազարդվել են բնակելի տների մուտքերի ճակատները, շքամուտքերը, պատերի ակնառու մասերը, 5-ից 7-րդ դարերում մենասյուները։ Շինարարության մեջ և կենցաղում օգտագործվել են քարերի տարբեր տեսակներ՝ տեղական ավազաքար, շրջակա վայրերից բերված տուֆ, բորցաքար, մարմար, գետաքար։ Դվինից գտնվել են նաև արձանագրություններ, սակայն դրանք շատ չեն, քանի որ շենքերն այստեղ գլխավորապես Հումահյուսից են եղել, որոնց վրա արձանագրություն չեն գրել։ Եթե անցյալի վարպետների ձեռակերտները հողի մեջ պահպանվել են երկար դարեր, ապա դվինցի աշխարհահռչակ ջուլհակագործների արտադրանքից համարյա ոչինչ չի մնացել։ Արաբ ճանապարհորդ Իբն Հաուկալը գրում է, որ հայկական անվամբ ծանոթ նրանց արտադրանքը գործված քեղենը, բազմոցները, գորգերը, վարագույրները, կաշվե հենաբարձերը իրենց նմանը չունեն աշխարհի ոչ մի մասում։ Ճանաչողական էքսկուրսիան պատմության թանգարան խորացրեց մեր պատմական գիտելիքներն ու մշակութային ընկալումները։ Դվին քաղաքի պատմական նշանակության, մշակութային ժառանգության և միջնադարյան Հայաստանի կարևոր քաղաքական ու տնտեսական կենտրոններից մեկի դերի շուրջ։